Դեպք է պատահել, ուզում խոսեմ ձեր հետ, ուրեմն այս հայկական TikTok-ում շատ աղջիկներ կան, որ իրենց դոշերը նկարում ուղարկում են դոնատորներին, որպեսզի դոնատորները իրենց դոնատ անեն, նվերներ գցեն, դա գումար է։ Ուրեմն մի 2 օր առաջ այդ աղջիկներից մեկը ուղարկում է այդ դոշերը այդ տղային, այդ տղան մի քանի օր հետո պարզում է, որ այդ աղջիկա դոշերը չի, այդ աղջիկա մոր դոշերն է։ Հետո իմանում է այդ աղջիկա աղբերը ու գալի դոշ է տալի այդ տղու հետ, որ աղբեր չի կարա այդպես բան լինի, մամային ավելի մեծ է, չէ, չի կարա այդպես բան լինի, ինչ-որ սարկած է, խակերներն են կոտրել։ Մի խոսքով շատ վատ պատմություն է, այս դրա դեմը պետք է առնվի, օրը դոշերս է սառը։ Ես հելեմ, դուք մտեք լայվ արեք, բայց դոշեր մի գցեք իրար, ու զարմանում եմ այն տղեկի վրա, որ դոշ տենալու համար այդքան միլիոնավոր դոլարներ են գցում։ Արա ձեզի 2 ամսեկանից կրսկից կտրել են, չեմ ջոգում։ Արա մի ժամանակ մտնում էի TikTok, աղջիկը ո՞րն է, անունն էր աղջիկա, տղու դեմքով, այնքան գեշ էին, ոնց որ մեր գնդի ֆրունզել էին։ Հիմա էլ պլաստիկ վիրահատություններ, էլ ավտոներ, էլ տներ։ Լավ դոնատորս եկավ։ Դրանք այդքան է կարևոր չեն, մեր առողջությունը ավելի կարևոր է։ Հիշեցնեմ, որ հունվարի 29-ի ժամը 19:00-ին Բոհեմ թատրոնում տեղի կունենա իմ բարեգործական գործկան ներկայացումը, որ ամբողջ հասույթը տրամադրվելու է Արտյոմ Սարդարյանին, խնդրեմ ներկա գտնվեք։ Իսկ ովքեր չեն կարող ներկա գտնվել իմ ներկայացմանը, ես հեռախոսահամարը կթողեմ Արտյոմի պապայի եւ հաշվի համարը, այդպես կարող եք ձեր օգնության ձեռքը մեկնել։ Շնորհակալ եմ։